ոլորտի առաջատար ընկերություններից, օրինակ Arsenal-ը 2018-2025 թվականներին ունեցել է հետևյալ պատկերը։ Arsenal ընկերությունը 18 թվականին ունեցել է 3 աշխատակից, վճարել է շուրջ 6.3 միլիոն դրամ հարկեր, շրջանառությունը կազմել է շուրջ 23.7 միլիոն դրամ։ Բայց արդեն 2025-ին դուք կարող եք տեսնել, որ աշխատակիցների թիվը զգալիորեն աճել է 336, հարկերը 3.8 միլիարդ դրամ, շրջանառությունը կազմել է 11.2 միլիարդ դրամ։ Այսպիսի աճ է գրանցել մեր ոլորտի առաջատարներից Arsenal ընկերությունը, որը դեռևս 2018-ին գրանցված ընկերություններից մեկն էր։ Մեկ այլ ընկերության օրինակով կրկին ոլորտի առաջատար ընկերություններից, օրինակ Davarron 2018 թվականին ունեցել է 1 աշխատակից, վճարված հարկերը շուրջ 1.6 միլիոն դրամ, շրջանառությունը շուրջ 14.1 միլիոն դրամ։ Բայց կրկին 2025 թվականին աշխատակիցների քանակը զգալի աճել է, 155 է դարձել, վճարված հարկերը կազմել են շուրջ 1.5 միլիարդ դրամ, իսկ շրջանառությունը հասել է 12.6 միլիարդ դրամի։ Կրկին Davarron, ինչպես Arsenal ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ վերջին 8 տարիների Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքում այսպիսի աննախադեպ զարգացման աճ են գրանցել։ Davarron-ից խոսեցինք, նույն Davarron 2018 թվականին ունեցել է օրինակ 9 քառակուսի մետր արտադրական տարածք, 2025 թվականին այն անցել է 5600 քառակուսի տարածքի շեմը եւ աճի մեծանալու տեմպեր ունի ընկերությունը։ Այսպիսի ընկերություններ, ձեռնարկություններ շատ են եւ սա վկայում է այն մասին, որ Հայաստանում վերջին 8 տարիներին մի շարք թե տասնյակ ընկերություններ են հիմնվել, գործարաններ են բացվել այս ոլորտում եւ թե դեռևս 18-ին գոյություն ունեցող ընկերությունները զգալի թռիչքաձև աճ են գրանցել իրենց գործունեության մեջ։